ներկայացնենք։ Իհարկե սպասելի էր, որովհետև շատ լավ գիտեք, որ մայիսի 21-ին քարոզարշավի ընթացքում, երբ որ Գյումրու դրամատիկական թատրոնում մեծ հանդիպում ունեցանք եւ անմիջապես հաջորդ օրը խուզարկություններով եւ ձերբակալություններ, այսպես հայտերով հակակոռուպցիոն էլի այցելեց մեզ, պիտի հիշեցնենք գյումրեցիներին թարմացնելիս հիշողությունը եւ ձերբակալվեցին մեր թիմակիցներից երկուսը, մեկը տնային կալանք, իսկ մյուսը ձերբակալված է, հատուկ պահպանող այսպես ձերբակալվածների վայրում, տնային կալանքում գտնվողը մեր ավականու անդամներ Արտակ Հովսեփյանը։ Այս ընթացքում Արտակը դիմում է գրել սեփական դիմումի համաձայն եւ ըստ ընթացակարգի դիմումը ինքս է ներկայացել որպես խմբակցության ղեկավար օգտվելով օրենքի այդ կետից եւ հերթականը հարթային համարը մեր մյուս մանդատը կվերցնի Արա Պետրոսյանը, բայց ինչպես գիտեք, մեր չափազանց հետևողականությունը գիտեք, որ շատ ուշադիր ենք, ինքներս ենք գնում ստիպում, որ նիստերը կայանան եւ այլն, նիստը այսօր պիտի տեղի ունենա ժամը 14:30։ Այսինքն սցենարը շատ սպասելի էր եւ սպասում էինք մյուս խմբակցությունների հետ ինչ կարող է տեղի ունենալ եւ այդ տեղեկատվությունն էլ եւս ունեինք եւ արդեն տեսանք, որ Մայր Հայաստան առավոտյան ինֆորմացիան եկավ տեղեկատվությունը, որ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում են սկսել խոզարկությունները եւ այլն, այսինքն այսպես ամեն խմբակցությունից մեկ-մեկ հոգի պակասելով փորձում են հասնել իրենց սցենարին, այսինքն ամեն դեպքում ուզում են ապացուցել, որ չի հարգվում երբևէ գյումրեցու ընտրությունը, չի հարգվում այն ընտրությունը, որ գյումրեցին կատարել է 2025 թվականի մարտին։ Կարեն Սիմոնյանի բնակարանը խոզարկում են նախօրեին արված ձայնագրության հիման վրա։ Հիմա այնտեղ հնչում էր նաև պարոն Մարտուն Գրիգորյանի անունը։ Ինչ եք կարծում, այսպես հոռետեսական մի բան ասեմ, հաջորդը արդյոք նրա նկատմամբ ճնշումները չեն հերթական։ Այն, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի, Մարտուն Գրիգորյանի թիմի նկատմամբ մի տարուց ավելի բռնաճնշումներ են, մի տարուց ավելի այս չակերտավոր ժողովրդավար երկրում մենք անցնում ենք այդ գովի միջով, սա բոլորը շատ լավ գիտեք, գյումրեցիները գիտեն, տեսնում են եւ այլն, եւ մեզ համար բոլոր սցենարները հնարավոր է, բոլոր սցենարները մենք դիտարկում եւ քննարկում ենք, որովհետեւ իշխանությունը եւս մեկ անգամ եւ այսօր էլ չներկանալով ապացուցում է, որ ահավոր կարևոր եւ թանկ, բարի ամենաուղիղ իմաստով թանկ է իրենց համար այս Գյումրու քաղաքապետի աթոռի արժեքը, հա, շատ կարևոր է, որ իրենք նստեն այդ աթոռին եւ փորձեցին քաղաքում բոլոր գերդաստաններին ձերբակալել, Ղուկասյանների գերդաստանից ավարտել են, պրծել են, այո, անցել են Գրիգորյանների գերդաստանին, տեսնում եք, Գրիգորյանի որդիներին մեկընդմիջ ձերբակալություններ, Գրիգորյանի թիմակիցներին մեկընդմիջ ձերբակալություններ եւ բնականաբար սպասում ենք նաև այդ զարգացումներին, տեսնենք ինչ կլինի։ Բոլոր սցենարները մենք քննարկում ենք։ Այսինքն սա գուցե նաև քայլ է, որ հետագա արտահերթ ընտրություններին միանձնյա մասնակցի ԿՊ-ն կամ արբանյակ ուժերով, այսպես ասած։ Գուցե ուզում են, որ բացառապես իրենք լինեն այդ ընտրական այսպես հարթակի վրա, գուցե ձգտում են, բայց ես եւս մեկ անգամ գյումրեցիներին պիտի ողորդորեմ եւ դա պիտի գյումրեցին որոշի, որ շատ հեշտ թեթև ծրագիր մտածել են, շատ հետաքրքիր ձևաչափ է մտածել, որ ոչ էլ ընկնեն մանդատագող կամ մի տարի փորձեցին մանդատագողությամբ, տեսան, որ ամեն դեպքում ընդդիմությունը կուռ է, ամեն դեպքում Գրիգորյանի թիմին չեն կարող ճնշել, ամեն դեպքում մյուսը գրում է դիմում են հաջորդն է վերցնում, ամեն դեպքում այս սցենարը չի աշխատում, որոշեցին ուղղակի օրենք բերել եւ այս պատմական, մշակութային, այս տուրիստական, այս հարստություն ունեցող պատմամշակութային արժեք ունեցող քաղաքը ուղղակի դարձնել գյուղ եւ գալ եւ բազմել այդ համայնքապետի աթոռին։